բայց որպեսզի կարծում եմ առիթ ունի հիշեցնել, թե ինչի մասին է խոսքը Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ և 4-րդ հոդվածներում։ Երրորդ հոդվածը, որը մեջբերում ենք, մասնավորապես ասում է. մենք վերահաստատեցինք ներպետական երկկողմ և միջպետական փոխադրումների համար երկու երկրների, այսինքն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Սա երրորդ կետն էր, իսկ չորրորդ կետում ասվում է. Հայաստանի Հանրապետությունը աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման TRIP հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ներկայումս Միացյալ Նահանգների հետ բավական ինտենսիվ աշխատանք է տեղի ունենում նախագծի իրականացման շուրջ։ Իհարկե նախագիծը մեզ համար և տարածաշրջանի համար նոր է, ինքը ունի բազմաթիվ նրբություններ և ես համոզված եմ, որ մենք հնարավոր ամենաարագ ժամկետներում այդ խնդիրները կքննարկենք, լուծումներ կգտնենք և իրականացնենք այդ ծրագիրը։ Բայց էլի կրկին հարգելի ներկաներ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախագահի հարգելի տեղակալներ, կառավարության հարգելի անդամներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության սա մենք պետք է անընդհատ ասենք, որովհետև հիմա կասեմ նաև, թե ինչու պետք է անընդհատ ասենք, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված փաստ է, դա հաստատված փաստ է, և մենք պետք է նաև հարաբերվենք այն իրավիճակի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է, հասկանում եք, անծանոթ երևույթ։ Հայաստանի Հանրապետությանը ծանոթ չէ, թե ինչ է նշանակում խաղաղություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը իր անկախության առաջին օրից եղել է կոնֆլիկտի մեջ, նույնիսկ անկախության նախորդող բավական ժամանակաշրջանում ըստ էության մենք ապրել ենք կոնֆլիկտային միջավայրում և ապրել խաղաղության պայմաններում, ունենալ խաղաղության պայմաններին համարժեք ընկալում և մտածողության ձևեր, դա պարզ խնդիր չի, և մենք պետք է շատ ուշադիր լինենք այդ խնդիրը լուծելու համար, և սա կարևոր բաղադրիչ է խաղաղության նկատմամբ խնամք տանելու անհրաժեշտության առումով, որովհետև մենք պետք է հաստատված խաղաղության նկատմամբ խնամք տանենք, որպեսզի այն ուժեղանա, ամրապնդվի, դառնա առավել ինստիտուցիոնալ։ Իհարկե, այս հարցում մենք աշխատում ենք, շարունակում ենք աշխատանքը Ադրբեջանի հետ, շարունակում ենք աշխատանքը դիվանագիտական խողովակներով, նաև տարբեր մակարդակների շփումներ են տեղի ունենում, վերջերս ազգային ժողովի նախագահի հանդիպումը տեղի ունեցավ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի խոսնակի հետ, նախորդիվ փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խմբերի հանդիպումը տեղի ունեցավ, նաև ամենօրյա ըստ էության աշխատանք է տեղի ունենում հեռավար ձևաչափով, և սա ըստ էության արդեն մեր առօրյայի, նախկինում էլ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները մեր ամենօրյա առօրյայի անբաժանելի մասն էր։ Հիմա տարբերությունն այն է, որ խաղաղության օրակարգն է, Ադրբեջանի հետ խաղաղությունն է մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մաս, և այս առումով, քանի որ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծն ենք քննարկում,